Ողջույն, անցած անգամ մենք կանգ առանք Կլեոպատրայի կյանքի երկրորդ մեծ սիրավեպի սկզբի վրա։ Եվ այսպես, Անտոնիոսը եւ Կլեոպատրան ժամանում են Ալեքսանդրիա արդեն որպես սիրեկաններ։ Եվ այնտեղ իրենք իրենց ամենամոտ շրջապատի անդամների հետ ձևավորում են այսպես կոչված անկրկնելիների միությունը։ Այդ միության անդամները ամեն օր խնջույքներ էին կազմակերպում, միմյանց հետ մրցելով անհեթեթ շքեղության մեջ։ Օրինակ խնջույքներից մեկի ժամանակ Կլեոպատրան գրազ եկավ Անտոնիոսի հետ, ընդելով, որ մեկ երեկոյի ընթացքում կարող է ծախսել մի ամբողջ կարողություն։ Երբ Անտոնիոսը նրան չհավատաց, Կլեոպատրան հանեց իր մարգարիտով ականջուղը, լուծեց մարգարիտը քացախի մեջ եւ խմեց այդ կոկտեյլը։ Նա ցանկանում էր նույնը անել երկրորդ ականջողի հետ, սակայն ներկաները նրան համոզեցին ետ կանգնել այդ որոշումից։ Դեպ ասում են, որ այդ մարգարիտները այն ժամանակ մարդկությանը հայտնի ամենամեծ մարգարիտներն էին։ Մարկ Անտոնիոսը բացի խնջույքներից սիրում էր հագնվել որպես սովորական մարդ եւ հաճախել էժան նավահանգստային պանդոկներ, որտեղ նա խառնվում էր հարբած կռիվների։ Կլեոպատրան միշտ նրան ուղեկցում էր։ Անտոնիոսի եւ Կլեոպատրայի պահվածքի մասին խոսակցությունները իհարկե շուտով հասան Հռոմ եւ Անտոնիոսը կամաց դարձավ ծիծաղի առարկա։ Հռոմում նա ուներ մրցակից Օկտավիանոս Օգոստոսը, Կեսարի ամենամոտ դաշնակիցը ու ռազմական գեներալ Անտոնիոսը Օկտավիանոսին չէր ընկալում որպես հավասար եւ վերաբերվում էր արհամարհանքով։ Նրա համար Օկտավիանոսը դեռ շատ երիտասարդ էր։ Անտոնիոսը իրեն լկտի է պահում Օկտավիանոսի դեսպանների հետ, պահում է իրեն ոչ թե հռոմեական քաղաքացու, այլ եգիպտական բռնապետի պես։ Բացի այդ, Անտոնիոսի օրինական կինը, ով մնացել էր Հռոմում, ապստամբություն է բարձրացնում Օկտավիանոսի դեմ, որը սակայն արագորեն ճնշվում է։ Մի խոսքով Օկտավիանոսը զայրացած է Անտոնիոսի վրա եւ Անտոնիոսը այլ ելք չունի, քան հեռանալ Կլեոպատրայից եւ վերադառնալ Հռոմ իրավիճակը շտկելու համար։ Զարմանալի է, բայց Կլեոպատրայից հեռու Անտոնիոսը սկսում է իրեն բավական ողջամիտ պահել։ Հանդիպելով Օկտավիանոսին, նա հայտարարում է, որ ինքն ու Կլեոպատրան ամուսնացած չեն եւ որպես խաղաղության նշան եւ որպես երաշխիք պատրաստ է ամուսնանալ Օկտավիայի հետ, Օկտավիանոսի քրոջ։ Օկտավիան այս պատմության մեջ ողբերգական դեր ունի։ Մի դարաշրջանում, երբ ընդունված էր պատմական դեմքերի մասին գրել ամենատիգեղ բաները, ոչ մի աղբյուր Օկտավիայի մասին վատ բան չի ասում։ Ընդհակառակը, բոլորը համաձայն են, որ նա խելացի ու ազնիվ կին էր, ով իսկապես սիրում էր թե ամուսնուն եւ թե եղբորը։ 4 տարի, մեր թվարկությունից առաջ 41-ից մինչև 36 թվականները Անտոնիոսը ապրում էր համեստ եւ հանգիստ ընտանեկան կյանքով։ Օկտավիայի հետ նրանք ունեցան 2 դուստր, Օկտավիան նաև որդեգրել էր Անտոնիոսի առաջին ամուսնությունից երեխաների։ Այդ ամբողջ ժամանակ Անտոնիոսի եւ Օկտավիանոսի միջև քաղաքական պատերազմի վտանգը միևնույն է կար, բայց հենց Օկտավիան էր ամեն անգամ կարողանում հաշտեցնել ամուսնուն ու եղբորը։ Բայց Օկտավիայի եւ Անտոնիոսի ընտանեկան կյանքը երկար չտվեց եւ խոսքը մենք գրքին կփոխանցենք Պլուտարքոսին։ Սերը Կլեոպատրայի հանդեպ սարսափելի դժբախտություն է։ Այսքան ժամանակ քնած մնալով նորից բռնկվեց ու ավելի թեժ դարձավ։ Անտոնիոսը կնոջից փախչում է Սիրիա, հրավիրում է այնտեղ Կլեոպատրային եւ սկսում է նրան հողեր նվիրել։ Նախ Կիպրոսը, որը նախկինում Եգիպտոսից խլված հռոմեական տարածք էր, իսկ հետո Փոքր Ասիայի կեսը։ Երբ Կլեոպատրան վերադարձավ Ալեքսանդրիա, նա սկսեց ձևացնել, թե մահանում է սիրուց։ Չի ուտում, չի քնում, պնդելով, որ առանց Անտոնիոսի իր կյանքը իմաստ չունի։ Անտոնիոսը լրջորեն վախենալով, որ Կլեոպատրան կարող է ինքնասպան լինել, մեկնեց Ալեքսանդրիա եւ էլ երբեք չվերադարձավ Հռոմ։ Իր ամուսնությունը Օկտավիայի հետ այդպիսով կարելի է համարել ավարտված։ Իսկ 1 տարի անց Օկտավիանոսը պատերազմ է հայտարարում իր փախուստի դիմաց Փեսային։ Անտոնիոսը ունի մոտ 100,000 զինվոր, Օկտավիանոսը 80։ Կլեոպատրան Անտոնիոսին է տալիս եգիպտական նավատորմը։ Անտոնիոսը գալիք պատերազմի կարծես թե հավանական հաղթողն է։ Նա մեկնում է արշավի եւ իր հետ բնականաբար տանում է Կլեոպատրային։ Նա իհարկե արագ հաղթանակ էր ակնկալում հաշվի առնելով Օկտավիանոսի երիտասարդ տարիքը, բայց նրա հսկայական բանակը դանդաղ է շարժվում, ընդմիջումներ անելով փառատոների եւ խնջույքների համար։
Իր պահվածքի պատճառով Անտոնիոսի համբավը զինվորների մոտ խարխլվում է։ Կուլիսների հետևում զինվորները նրան անվանում են կնոջ կամակատար։ Եվ այսպես երկու պատերազմող կողմերը հանդիպում են Հունաստանում, եւ Անտոնիոսը կայացնում է մի որոշում, որը պատմաբանների համար մինչ այսօր մնում է անհասկանալի։ Ցամաքում կռվելու փոխարեն, իսկ Անտոնիոսը ցամաքային գեներալ է, նա որոշում է ծովային ճակատամարտ տալ, թեև գաղափար չուներ ծովային մարտերից։ Այդ որոշման հիմարությունը ակնհայտ է բոլորի համար, եւ մենք նորից խոսքը գտանք Պլութարքոսին, ով մեզ է հասցրել Անտոնիոսի հրամանատարներից մեկի խոսքը։ Կայսր, բղավեց հրամանատարը, դու այլևս չես վստահում այս սպիերին։ Թող եգիպտացիները ու փյունիկացիները կռվեն ծովում, բայց մեզ տուր այն հողը, որի վրա մենք սովոր ենք ամուր կանգնել երկու ոտքով եւ կամ մեռնել, կամ հաղթել թշնամուն։ Բայց այնուամենայնիվ Անտոնիոսը իր որոշումը չփոխեց։ Մարտը ընթանում է փոփոխական հաջողությամբ, եւ երբ գալիս է վճռորոշ պահը, այն նավը, որի վրա գտնվում էր Կլեոպատրան, բարձրացնում է առագաստները, շրջվում ու հեռանում մարտի դաշտից։ Եվ ամենաանհավանականը այն է, որ Անտոնիոսը, տեսնելով այդ մանևրը, մեկ այլ նավով վազում է նրա հետևից։ Նա թողնում է ամեն ինչ, ճակատամարտը, որը դեռ չի ավարտվել, իր ամբողջական բանակը եւ այն սպայերին, որոնք միշտ եղել են նրա կողքին։ Նա թողնում է ամեն ինչ եւ գնում է Կլեոպատրայի հետևից։ Ինչու նա դա արեց։ Պատմաբանները մինչ օրս չունեն հստակ պատասխան։ Ամեն դեպքում լքելով ճակատամարտը եւ իր բանակը, Անտոնիոսը այլևս հաղթանակի ոչ մի շանս չուներ։ Հասնելով Ալեքսանդրիայի նավահանգիստ, Անտոնիոսը հավաքում է իր ամենամոտ ընկերներին եւ ասում, որ ամեն ինչ ավարտված է։ Նա առաջարկում է իրար մեջ բաժանել գանձարանի գումարը եւ փախչել։ Ալեքսանդրիայում նա իմանում է, որ առանց իր հրամանատարությամբ մնացած բանակը բոլոր 19 լեգիոները անցել են Օկտավիանոսի կողմը։ Զինվորները իրականում մի ամբողջ շաբաթ դեռ սպասում էին, որ իրենց հրամանատարը կվերադառնա, չցանկանալով հավատալ, որ նա պարզապես իրենց լքել է մի կնոջ հետևից փախչելով։ Կլեոպատրան եւ Անտոնիոսը փորձում են փախչել, սակայն փորձը ձախողվում է։ Իսկ հետո նրանք որոշում են միասին մահանալ, բայց դա տեղի կունենա ավելի ուշ, իսկ մինչ այդ նրանք հնջույքներ են կազմակերպում, կարծես թե վերջին անգամ։ Եվ ամբողջ քաղաքը տոնում եւ խմում է իրենց հետ միասին, թե ինչն էին իրենք տոնում, պարզ չէ։ Այդ ընթացքում Կլեոպատրան տարբեր թույներ է փորձարկում։ Վարկածներից մեկի համաձայն նա դրանք փորձարկում էր կենդանիների, իսկ մյուսի համաձայն ստրուկների վրա։ Նա ցանկանում էր գտնել մի թույն, որը կապահովեր արագ եւ ցավազուր քմա։ Կլեոպատրան հրամայում է իր համար հսկայական դամբարան կառուցել Սիդայի տաճարի մոտ, որտեղ նա տեղափոխում է եգիպտական գանձարանի ամենաարժեքավոր իրերը եւ հրամայում է իր մահից հետո այրել գանձերը իր մարմնի հետ միասին։ Օկտավիանոսը եւ նրա բանակը հասնում են Եգիպտոս։ Օկտավիանոսը չէր կարող պարզապես վերադառնալ Հռոմ, նրան պետք էր ոչնչացնել Անտոնիոսին։ Անտոնիոսը հուսահատված հավաքում է իր մոտ մնացած վերջին նավերը ու զինվորներին եւ դուրս է գալիս կռվելու, բայց անմիջապես նրա աչքի առաջ իր նավատորմը ու զինվորները անցնում են Օկտավիանոսի կողմը։ Չսպասելով հետևակի կործանմանը, Անտոնիոսը կատաղած վերադառնում է պալատ եւ Կլեոպատրային մեղադրում իր պարտությունների մեջ։ Եվ Կլեոպատրան վերջին անգամ խաբում է Անտոնիոսին։ Նա փակվում է իր համար կառուցված դամբարանում եւ հրամայում է Անտոնիոսին տեղեկացնել, որ նա ինքնասպան է եղել։ Լսելով այդ լուրը, Անտոնիոսը, անելով այն հայտնի մեկ քայլը, ատելությունից վերադառնում է դեպի սեր եւ սուքում է ենթադրյալ մահացած կնոջը։ Եվ ինչպես ընդունված էր հռոմեացիների մոտ, ինքնասպանություն գործելու համար նետվում է սրի վրա։ Սակայն այս սարսափելի խեղկատակությունը այսքանով չի ավարտվում։ Անտոնիոսը ուշքի է գալիս, վերքը բավականաչափ խորը չէր։ Նրան հայտնում են, որ Կլեոպատրան ողջ է։ Անտոնիոսը հրամայում է տանել իրեն Կլեոպատրայի մոտ։ Նրան պարաններով բարձրացնում են վերև եւ դամբարան մտցնում պատուհանից։ Այնտեղ լացող Կլեոպատրայի աչքի առաջ նա մահանում է։ Կլեոպատրան փորձում է հրդեհել դամբարանը, բայց Օկտավիանոսի սպասավորները դա թույլ չեն տալիս։ Որոշ ժամանակ Կլեոպատրան ապրում է պալատում որպես բանտարկյալ։
Օկտավիանոսը ընդգծված լավ է վերաբերվում նրան, բայց Կլեոպատրան պատրանքներ չունի։ Նա քաջ գիտակցում է, որ նա պետք է Օկտավիանոսին Հռոմում հաղթական շքերթի համար, որի ընթացքում նրան շղթաներով քարշ կտան Հռոմի փողոցներով, իսկ դա նա, իհարկե, չէր կարող թույլ տալ, և Կլեոպատրան որոշեց ինքնասպանել։ Ըստ լեգենդի, թունավոր իժին Կլեոպատրայի սպասավորները պահել էին զամբյուղի մեջ և այդպես անց էին կացրել պահակների կողքով։ Երբ Օկտավիանոսի զինվորները կոտրեցին դռները, թագուհին արդեն մահացած էր։ Պլուտարխոսը գրում է, որ Կլեոպատրան արքայական հագուստով պառկած էր ոսկե մահճակալի վրա, անշունչ։ Նրա ոտքերի մոտ պառկած էր մահացած աղախինը, իսկ երկրորդը ցնցվելով ուղղում էր իր տիրուհու մազերը։ Ահա թե ինչպես մահացավ Եգիպտոսի վերջին հելլենիստական թագուհին։ Նա 39 տարեկան։ Կլեոպատրայի երեխաները տարբեր ճակատագրեր ունեցան։ Հուլիոս Կեսարի որդուն Կեսարիոնին հրամայեց սպանել Օկտավիանոսը։ Անտոնիոսից ունեցած երեխաներին, նրանք մեկ աղջիկ և տղա ունեին, հանձնեցին Օկտավիային, և նա մեծացրեց նրանց հարազատ երեխաների պես։ Կլեոպատրան իհարկե արդեն վաղուց դարձել է առասպել, լեգենդ, արխետիպ։ Այս պատմության վերջում ես մենակ մի բան կուզեմ ասել, որ հասարակությունը հաճախ գովաբանում է Օկտավիայի պես կանանց, զուսպ համեստ առաքինի, բայց նրանց անունները չի հիշում, իսկ Կլեոպատրան իր բոլոր արարքներով հանդերձ մեզ հետ է և էլ ոչ մի տեղ կարծես թե չի հեռանալու։ Բաժանորդագրվեք և սիրեք պատմությունը։